Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում արձագանք հեռուստաընկերությունն է եւ մենք սկսում ենք մեր հաղորդումը նորություններով։ Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընդունել է հայ-ադրբեջանական չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջները եւ պատրաստ է խաղաղությանը ցանկացած գնով։ Այդ առիթով Թուրքիայի իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը գոհունակություն է հայտնել եւ նշել, որ Երևանի կողմից Բաքվի պահանջների կատարումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ կհաղորդի։ Ըստ նրա հայերը պետք է փոխեն նաեւ իրենց սահմանադրությունը եւ պետք է լուծարեն ԵՀԿ Մինսկի խումբը, նրանք այլևս անելիք չունեն, քանզի նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը, հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Օլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին եւ ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա հավելել է, որ պետք է վերջ դրվի հակամարտությանը Հարավային Կովկասում եւ միասին պետք է աշխատել տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին եւ Միացյալ Նահանգները անդադար կաշխատեն այդ ուղղությամբ, ասել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Օլցը։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է սկսել Զանգեզուրի միջանցքի իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքները։ Զանգեզուրի միջանցքը կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչիով եւ Կարսով ու կմիանա Բաքու-Թբիլիսի գծին, որը որոշակի առումով կմիանա Թուրքիայի երկաթուղային ցանցին։ Իդեպ այդ ուղղությամբ Ադրբեջանը շինարարական աշխատանքները վաղուց է սկսել, ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նշենք, որ Զանգեզուրի միջանցք նախագիծը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի պահանջներից մեկը, որ պետք է Սյունիքի տարածքով կապ հաստատի Նախիջևանի հետ առանց մաքսային եւ սահմանային հսկողության։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Վերջերս Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը կանտոնների խորհուրդը հաստատել է նախագիծ, որով պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ վերադարձը իրենց պատմական հողերը։ 2024 թվականի դեկտեմբերին խորհրդարանի ստորին պալատը ազգային խորհուրդը ընդունել էր համապարփակաբանաձև, կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը նախաձեռնել խաղաղության միջազգային համաժողով նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախաձեռնությանը աջակցել է 46 անդամից 20
29 կողմ քվեարկելով։ Դրա նպատակն է Շվեյցարիայի իշխանությունների հովանու ներքո ձևավորել հատուկ հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար։ Նախագիծը միտված է ապահովելու բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական բնակավայրերը։ Երկու պալատների հավանությունը ստանալուց հետո նախագիծը ստանում է օրենքի կարգավիճակ, ինչը պարտավորեցնում է Դաշնային խորհրդին ձեռնամուխ լինել դրա իրականացմանը։ Նախաձեռնության հեղինակներն են Էրիխ Ֆոնտոբելը և Տիանա Անգելինա Մոզերը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց։ Ըստ բանաձևի կոչ է արվում միջազգային քրեական դատարանին և դրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների դեպքերը և ողջունվում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որով պահանջվում է անվերապահորեն ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աուրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Մոդեռնա ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ին, ընդգծելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետք է ներառի բանտարկյալների ազատ արձակումը։ Նա հավելել է, որ եթե խաղաղության համաձայնագիրը չներառի բանտարկյալների ազատ արձակումը, այն որևէ իրական արժեք չի ունենա։ Աֆեյանը ընդգծել է, որ Ադրբեջանը հարձակվել է մի տարածքի վրա, որը մոտ 30 տարի եղել է անկախ հանրապետություն, բաղկացած բացառապես հայերից, որոնք ապրել են այնտեղ իրենց պատմական հայրենիքում։ Մեկ տարի տևած շրջափակումից հետո իրականացված հարձակումը հանգեցրել է 120 000 հայերի տեղահանմանը, ինչը բազմաթիվ փորձագետներ որակել են որպես էթնիկ զտում։ Այդ հայերի թվում եղել է նաև Ռուբեն Վարդանյանը, որը Լեռնային Ղարաբաղում զբաղվել է մարդասիրական գործունեությամբ և 3 ամիս ծառայել որպես պետնախարար։ Վարդանյանի դեմ կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերվում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելը, հասնելով 1980-ական թվականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25 000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում առանց թարգմանության և առանց դրսի փաստաբանի, որը արգելված է իրեն համար։ Այսպիսով, ըստ էության, նրան առաջադրել են մեղադրանքներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից, ասել է Մոդեռնա ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող էին վիդեոֆոտոստուդիոն, նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։